Այսօր հայ-իրանական հարաբերությունների կոնտեքստում ինչ պիտի արվի Հայաստանի կողմից, որ չի արվում, եւ ինչպիսի զարգացումներ եք տեսնում տարածաշրջանում հենց Իրանի դերակատարմամբ։ Նախ Հայաստանում շատ սխալ տեսակետներ է տարածվում, որ հարավային Կովկասը գտնվում է կամ Ռուսաստանի, կամ Թուրքիայի ազդեցության ներքո, մեկը միշտ հիշեք, վերջին մի քանի տարվա կատարվածքը հատկապես հաշվի առնելով, միջև դա էլ իհարկե, մի քիչ ալեթուր, բայց վերջի 4 տարին, 5 տարին հաշվի առնելով, հարավային Կովկասը գտնվում է Ռուսաստան, Թուրքիայի, Իրան ազդեցության ներքո, այսինքն երեք կողմերն էլ իրավաչափ ազդեցիկ են այս տարածաշրջանում եւ պետք չէ մոռանալ Իրանի ազդեցությունը, որ Հայաստանը չգիտես ինչի մոռանում է եւ միշտ Թուրքիա կամ Ռուսաստան ասում, այդպես չէ։ Չհաշված որ հարավային Կովկասում իր ազդեցություն ունի նաեւ Եվրոմիությունը եւ նախկինում ուներ Միացյալ Նահանգները, այսինքն հիմա առնվազն 3 ակտիվ, մեկը կիսաակտիվ ազդեցություն ունի։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ինչ պետք է անի հայ-իրանական հարաբերությունները ապրապնդելու համար, մենք կարող ենք ասել, որ Հայաստանի իշխանությունները այսօր խուսափում են Իրանի հետ հարաբերությունները ապրապնդել։ Առաջին, մենք չենք նկատում խոշոր տնտեսական միջոցառումներ, եթե անգամ նկատում ենք, ինչպես տեղ ունեցավ Ավանում այդ իրենց հայտնի առևտրի ուրեմն կետրի բացմանը, դա շուտ իրանական կողմի նախաձեռնություն էր, որը հայկական կողմից այդքան էլ ոնց որ թե մեծ ոգևորություն չընդունվեց, որտեղ համարժեք մասնակցություն չեղավ, սա մեկ եւ երկրորդ ամենակարևորը դա Իրանի հետ, ինչի մասն Իրանը բազմացիվ անգամ անուղակի նշել է, Իրանի հետ ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրի ստորագրելն է, որովհետեւ մի բան պետք է ֆիքսենք ու սա հստակ իմանանք, այն հանգամանք ասենք, խնդիրն ասենք, որ 44 օրյա պատերազմից հետո Ադրբեջանը իր զինուժով ուժով չի բացել Զանգեզուրի միջանցքը, դա միայն իշնորհիվ Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերի, որի ասենք հզորությունը այնքան է, որ ուղղակի թույլ չի տալիս այդ միջանցքի բացմանը, որովհետև Իրանը դա կարմիր գիծ է, ինքը չի հատում։ Այո, այդ միջանցքի բացման մեջ շահագրգռված են Արևմուտքը, Ադրբեջան, Թուրքիա կամ Թուրքիա, այսպես զույգ է նրանք կցած Ադրբեջանը եւ ինչ որ չափ նաեւ Ռուսաստանը, այդ նոյեմբերի 9-ի այդ հայտնի ուրեմն համաձայնագրով եւ միակ դեմը այդ գաղափարին Զանգեզուրի միջանցքի բացմանը դա Իրան Իսլամական Հանրապետությունն է, սա ֆիքսեք, որովհետև մի բան Իրանը շատ լավ հասկանում է, երբ որ կբացվի Զանգեզուրի միջանցքը, եթե դա բացվի, դա նշանակում է թուրքական աշխարհի միավորում Թուրքիայից մինչև Պակիստան եւ այն պահին, երբ որ Զանգեզուրի միջանցքի վրա բարձրանան Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշը, մեկ օր հետո այդ դրոշները բարձրանալու են Թավրիզում, որտեղ Զանգեզուրի միջանցքը գոյաբանական խնդիր է Իրանի համար, դրա համար դա կատեգորիկ դեմ է։ Եվ սակարկման չի գնա Իրանը, որևէ պարագայում։ Միայն մի դեպքում, երբ որ այնպեսի վիճակի գցեն Իրանին, հարձակվեն, ջարդեն, գրավեն, վերացնեն այդ պետությունը, որ ինքը այլևս չկարողան անել, բայց այս պայծառությամբ մենք դա չենք տեսնում, որտեղ պետք է ընդունենք, որ Իրանը արդեն տարածաշրջանային եւ Թուրքիայից իդեպ նշենք բավականին արդեն ուժեղ, որտեղ ինքը իր պրոքսին ունի, Թուրքիան չունի, կամ շատ ավելի քիչ ունի, ինքը Իրանը ռեգիոնալ ուրեմն բան է հանդիսանում, հզոր խաղացող է հանդիսանում եւ սակարկման չի գնում բազմաթիվ ուրեմն անգամ կրկնելով միջև շարքային падգամով քաղաքագետ падգամ եւ նաեւ падգամից միջև բարձր հոգեվոր առաջնորդի հայտարարությունը։